Ուժեղ Հայաստան դաշինքի падգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանը ձերբակալվել է։ Կեսօրին է ԿԸՀ-ն բավարարել դատախազության միջնորդությունները։ Դավիթ Ղազինյանը զրկվել է անձեռնմխելիությունից։ Նրա նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել։ ԿԸՀ-ն հերթական անգամ նվաճում է իրավաբանության կործանման նոր նշաձողերը։ Ապշել է փաստաբանը դատախազության մեղադրանքին ծանոթանալով։ Ես նման միջնորդություն չէի տեսել։ Ինչ ասել է Ղազինյանը, ընտրակաշարք տալու նախապատրաստություն է տեսել։ Դատախազության մեղադրանքի հիմքում հակակոռուպցիոն կոմիտեի հունիսի 5-ի հրապարակած ձայնագրությունն է, որտեղ խոսվում է, իբր Ղազինյանն ուզում է ինչ-որ մեկին 1.400.000 դրամ ընտրակաշարք տալ։ Այնտեղ գլխավոր դերում Մաքրուին է, միշտ ես հումորով ասում եմ, լավա չեն ասում, ասել այս 1.4 ուրիշ բանի վրա չծախսեք հանգարցա, միայն ընտրակաշարքի գումարը, այսինքն չկա այստեղ իրավական ոչ մի բան։ Չկա այդպիսի գումար, ես չգիտեմ ով ում ատվ է ինչ արել, չկա այդպիսի գումար։ Նախ եթե անգամ տեսականորեն դա տրված լիներ, ինչ է նշանակում, ես մտել եմ տարածք կամ տվել եմ գումար ինչ-որ մեկին, ասել եմ սա ընտրակաշարքի գումար է, աբսուրդ է էլի։ ԿԸՀ-ում որոշել են հիմա բավարարել Ղազինյանի ազատությունը սահմանափակելու վերաբերյալ միջնորդությունը, երբ 13 օր է հանրայնացված է քրեական վարույթին վերաբերող բոլոր մանրամասները, նկատում է փաստաբան Արամ Վարդևանյանը։ Անտրամաբանական ու ամբովանդակ անվանում Ղազինյանին բանտելու միտումը։ Հիմա պատկերացրեք, մենք ձեզանից որևէ մեկի հետ առանձին զանգեմ հեռախոսակապով զրուցենք ու պատմենք, թե քաղաքացիական պայմանագրից ինչ-որ մի ներկայացուցիչ ինչ-որ մի գործողություն է անում։ Կասեք հավանականությունը որքան է, որ այդ անձին դրա համար հերիք չի մեղադրանք կառաջադրեն, մի հատ է կալանքի հարց կբարձրացնեն։ Ինքը Դավիթ Ղազինյանը պնդում է իրեն առաջադրված մեղադրանքը քաղաքական պատվեր է, ուրիշ ոչինչ։ Ուղղված է եւ իմ ակտիվության դեմ, եւ մեր քաղաքական ուժի տարբեր անոնսները տվել են արդեն, այնպես որ զարմանալի չի, գաղտնիք չի։ Սա քաղաքական պատվեր է, քաղաքական պատվերի քողի ներքո են փորձում անել, փորձում են իմ եւ իմ ընտանիքի կենսագրությանը, ինչ եմ ասում, փորձում են, որովհետեւ չի ստացվի։ Ուժեղ Հայաստան դաշինքի падգամավորի թեկնածուն ասում է, սպասել է թե դատախազության միջնորդություններին, թե ԿԸՀ-ի հավանությանը այդ միջնորդություններին։ Ընդդիմադիրների հարցում արդեն չկա որևէ կարմիր գիծ, որը ԿԸՀ-ն չի հատել, ասում է Ղազինյանը։ Եթե դուք կարողացաք 60,000 ու 58,000 ձայն գողանակ մեկից տակ մյուսին, ես ով եմ, որ իմը չբավարարեմ։ Լրագրողները տեղեկություններ ունեն, որ Դավիթ Ղազինյանը անձամբ է գնացել քննչական կոմիտե։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովում իրեն անձեռնմխելիությունից զրկելու հարցով նիստի մեկնարկից կարճ ժամանակ հետո։ Ըստ պտտվող լուրերի, որ բացառի իշխանական, բռնեցինք տարանք մասկի շոուները իր դեպքում։ Արփիս Քեսյան, Առաքել Օհանյան, Արմեն Ապրեսյան, Հայլուր։